Պատվաժան դատարան, նախ կարք եմ համարում սկսել այն կետից, թե ինչու է մեղադրանքի կողմը, կոնկրետ մեր վստահորդի մասով միջնորդել և հասել ամենածանր խափանման միջոցին։ Տեսեք, ի վերջո օրենսգիրը պարտավորեցնում է և իրենց, և նաև դատարանին հաշվառել են մեղադրյալի անձը։ Ով է մեղադրյալը։ Տվյալ դեպքում դուք լավ գիտեք, ու բոլորը լավ գիտեք, որ փաստորեն Մկրտիչ եպիսկոպոսը, Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը արագածոտնի թեմի առաջնորդն է, ամբողջ մարզի առաջնորդն է հոգևոր։ Եվ այսօր հոգևոր առաջնորդին տանել մեկուսացնելը մի բանտում, ասենք տանել այլ հանցագործների մեջ մեղադրող անձանց հետ մի խցում տեղավորելը, եթե ոչ պատիժ, ապա ինչ կարելի է իրեն բնորոշել։ Երբ որ մենք տեսնում ենք, եւ մենք փաստաբաններս հաճախ ենք առնչվում բնականաբար քրեական վարույթներով խափան միջոցների կիրառմաններ, եւ տեսնում ենք բազմաթիվ հանցագործներ, այդ թվում սպանության մեջ կասկածվողի մեղադրվողը, որը օրինակ այլընտրանքային խափան միջոցներով դուրս է կամ տնային կալանքի տակ է։ Եվ այստեղ Մկրտիչ սրբազանի, որի քրեական մեղադրանքի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որը մենք առիթ ունենանք այդ հարցերը պարզաբանելու, իրականության մեջ շինցու մեղադրանքով է ինքը մեղադրվում։ Դա բնականաբար հաջորդ փուլերի հարց է, հիմա չեմ անդրադառնում, բայց հարցերի հարց է, ինչու պետք է Մկրտիչ սրբազանը գտնվեր կալանքի տակ եւ ինչու պետք է հիմա էլ գտնվի կալանքի տակ։ Ինչպես իմ գործընկերը ճիշտ նկատեց, նախորդ, այսինքն կալանքի երկարացման վերաբերյալ առաջին ակցիոնի դատարանի որոշման կայացման ժամանակ հիմնվեց փաստորեն քննիչի հետ պահին ներկայացված այն փաստարկների վրա, որ մենք վկաների հարցակրթության հարց ունենք եւ փաստորեն հենց այդ ապահովելու համար պետք է կալանքը շարունակել։ Եվ ինչպես արդեն դուք դες գործի նյութերից տեսնում եք, մեղադրական եզրակացությանը կից չկա նույնիսկ վկաներ, այսինքն այս գործով մեղադրանքի կողմը վկաներ չի ներկայացնում, չկա վկա։ Հիմա լավ, բա ինչ ան այդ վկաները։ Եվ պատահական չի, որ նշեց այո կոպի բառը միգուցե օգտագործեց, բայց այո խաբել բառը այստեղ տեղին բառ է։ Լավ, ամբողջ մի պաշտոնական մեղադրանքի կողմ։ Ինչու է դատարանին ոչ ճիշտ տեղեկատվություն տալիս։ Եթե չպետք է լինեին վկաներ, ինչու ասում վկաներ, ինչ որ դատարանը կարող են շարունակի։ Հիմա տեսեք, մեղադրողը որպես փաստարկ ասեց, որ կարող է ազդեցություն ունենալ տուժողների վրա։ Իր կարգավիճակը օգտագործելով։ Հիմա պատվաժան դատարան, ես ոնց հասկացա, ձեր մոտել է այդ տպավորությունը, չկարողացա փառատել, թե ոչ, դա չգիտեմ, դա երևի ձեր որոշումից կերևա, բայց դուք էլ եք կարծում, որ տուժողները ունեն հոգևոր կարգավիճակ եւ ունեն ենթակայական կարգավիճակ Մկրտիչ սրբազանի հետ։ Չկա այդպիսի բան։ Հայ առաքելական սուրբ եկեղեցին դա սահմանադրությամբ նույնիսկ սահմանված կառույց է, սահմանադրության մակարդակով այդ կառույցի առաքելությունն է ընդգրկված։ Ավելին, հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունների մասին օրենքի կրոնական կազմակերպությունների խղճի ազատության մասին օրենքի համաձայն հստակ կան մի քանի պարտադիր նորմեր։ Առաջին, ասում է պետությունը իրավունք չունի խառնվել եկեղեցու ներքին գործերի։ Չի կարող պետությունը մտնել եկեղեցու ներքին գործերի մեջ, չի կարող պետությունը խառնվել, որոշել, օրինակ, վերադաս հոգևորականը, ստորադաս հոգևորականին կարգալուծել է թե ոչ, պաշտոնից փոխել այլ պաշտոնի թե ոչ, չի կարող դրա մեջ խառնվել։ Դա շատ պարզ է, պատվաժան դատարան, եթե կարողանար խառնվել, պատկերացրեք այս օրինակը ել եմ վեր է տարբեր առիթներով, պատկերացրեք հոգևորականի դավանաբանական սխալով կաթողիկոսը կարգալուծանի, հետո հոգևորականը մտնի դատարան եւ մի աթեիստ դատավոր որոշի որ չէ, այդ հոգևորականի դավանաբանական տեսակետը ավելի ճիշտ է։ Չի կարող այդպիսի բան լինել։ Դա եվրոպական դատարանն էլ ասէ, չի կարող խառնել։ Եվ ավելին ասեմ, այսօր այս քրեական գործերով եւ քննիչներ, դատախազ եւ դատավորները նույնպես այս գործերով միջամտում են եկեղեցու ներքին կյանքի մեջ։ Նույնիսկ հիմա կալանք է կիրառվում եւ մարդուն մեկուսացնում են արագածոթի թեմի հոգեվոր առաջնորդությունից եւ հոգեվոր աշխատանք կատարելուց, դա նույնպես վնաս է հավատացյալներին։ Սրա հոգեվոր վնասի մասին այլ հարցություններով ամեն մեկը իր կյանքի վրա կզգա, ես վստահ եմ։ Սա անպատասխան չի մնա։ Բայց իրավական կողմեր ունենք այստեղ։ Տեսեք, մի կարևոր բան։ Մեղադրողը
նշեց, ասեց առաջին Երևանի քրեական դատարանը, առաջին քրեական դատարանը նույնպես այսպեսի որոշում է կասել։ Հղում արեց այդ որոշման վրա։ Ես հիմա ցես գրել եմ Վերաքննիչ քրեական դատարանի հունվարի 26-ի որոշումը, որով հենց իր նշած որոշումը բողոքարկվել է եւ Վերաքննիչ դատարանը մերժել է որոշումը, բայց ինչ հիմքով է մերժել, ինչ է ասել։ Ես հիմա սա կտամ դատարանին, որովհետեւ մենք այսօր ենք հասկացել։ Վերաքննիչ դատարանը ինչ ասում։ Նշվածի համատեքստում Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով նաեւ մեղադրյալ Հայկ Պորոշյանի մերձագրվող հանցանքների բնույթը, վերջինի անձը բնութագրող տվյալները, մասնավորապես այն, որ մեղադրյալը 50 տարեկան է եւ որևէ կերպ արատավորված չի եղել, ունի մշտական բնակության վայր, հանդիսանում է արագածոտնի թեմի առաջնորդը, գտնում է, որ քրեական գործի քննությանը խոչընդոտելու մտավախությունը տվյալ դեպքում հնարավոր է զսպել նաեւ այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ։ Սակայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ արդեն իսկ ուղարկվել է դատարան, անհրաժեշտ է արձանագրել, որ տվյալ դատական ակտը բեկանելու իրավական հնարավորությունը բացակայում է։ Վերաքննիչ քրեական դատարանը պատվաժան դատարան կբեկաներ այս ակտը, եթե գործը հիմա այստեղ եկած չլիներ։ Եվ նա արձանագրել եւ այսօր այս որոշումը կա։ Արձանագրել, որ պետք է այստեղ առնվազն այլընտրանքային միջոցներ կիրառվել։ Ես ա ներկայացնում դատարանին։ Մյուս հարցը։ Տեսեք, մեղադրողը նույնիսկ չփորձեց իր կալանքի միջնորդության, կալանք իրարու միջնորդության հետ միաժամանակ սահմանափակումների մասին խոսել։ Եվ դատարանի հուշումից հետո նոր ասեց, այո, դա էլ եմ ուզում։ Բայց քրեական դատավարության 118 հոդվածը այսպիսի ձևակերպում ունի, ես ընթերցում եմ։ Կալանք կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին դատարանի որոշմամբ կարող է սահմանափակվել մեղադրյալի այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը, եթե փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել եւ դատարանի կողմից պատճառաբանված հաստատել է այդպիսի սահմանափակման անհրաժեշտությունը։ Պատվաժան դատարան, այստեղ ոչ թե պետք է դատարանը հուշեր մեղադրողին, մեղադրողները ասել, այո, սահմանափակումներն են կիրառել։ Այլ մեղադրողի նախաձեռնությամբ պետք է ներկայացնել փաստական հանգամանքների վրա հիմնված իր հիմնավորումը եւ դրանից հետո դատանել այն որ երբ որ առանձին սենյակ կգնաք ու եթե որոշեք որ մեղադրողը ճիշտ է, այլ դուք էլ պատճառաբանված պետք է որոշեք եւ սահմանափակում կիրառեք։ Եվ այս առումով ուզում ասեմ մեղադրողը իրեն նեղություններ չի տվել, այդ մասով պատշաճ հիմնավորում ներկայացնել։ Եվ հաշվի առնելով որ իրականում կալանքից ազատման հիմքերն առկա են, խնդրում ենք դատարանին ազատել կալանքից, մկրտից սպասանին, իսկ նման անարություն տեսնելու դեպքում, որը կարծում ենք ուղղակի անհնար է, բայց այդ դեպքում կիրառել այլընտրանքային խափան միջոց։